Երեխեք ջան, ողջույն բոլորին, ողջունում եմ ձեզ նոր վլոգի շրջանակներում, բոլորս հազում ենք, կարելի է դաժե օրկեստր հիմնել ես հազի վրա, ինչպես տեսնում եք, սուրճ եմ խմում, կստати, այսօր անջատել եմ вообще ցերեկը, 30-ի վրա է կալոնկան, բայց ելի չգիտես խի թրթուրում ամեն անգամ նկարելուց նրվայնանում է, իհարկե դուք թարս եք տեսնում պատկերում, այսօր 50-ինի, 30-ա չէ, ճիշտ եմ։ Ուրեմն խորեն Արտաշեսի ծնունդի համար որ սեանս ծառել էր, ասացի վայ ոնց կուտեի, որտեղ ես յան Դավի ծնունդին առել էի, այնքան համով բան է, ասես փափուկ։ Մալիկիրուց հետ է սազնա, Դավի բելա։ Ոնց որ զիֆյոս կա, թեզ հետ է։ Բանան տամ տղես, բանան։ Մի խոսքով, հիմա չէ դու շատ կերար, գնացիր, փշտլվեցիր, սուրճս խմեմ, որտեղ մի քիչ հետո պլանավորում ենք գնալ տեքվանդոյի, ամովաշատ, պապան է դեզ ես օծը առել է դուր, կարելի է կեսուրի մի հատ վիդյո ալել, բոքևորոցի, ոնց որ լինի, մի խոսքով ոնք գա մի հատ անջատեմ վայել եմ, ցույց տաս, այս է Դավինը, դեղ չնես չտվաշ ապրիատներ, Դվեցի, ապրես դու, միշտ պտի քանից նա որ սեն տրազում եմ, ոնց որ ուշանում։ 4-կես Չեմ ուշանում, վախեմ չեմ։ Վայ, այդ իմ ծուկշն ես վերցրել, ծանրոց էր հասեինց, Instagram-յան էջերից մեկից։ Դատիք համար սուրպրիզ եմ սարքում, ես տարբեր բաներ դմերում Ապրես բանը, Բոքսա։ բոքսա Դու սարքի ես կտամ մի երկու բան կդնես մեջը։ Ինչ-որ համար սուրպրիզ սարքում, կար սարքով տարբեր բան եմ սարքում Ես որտեղից հանեց։ Այս քոնն է, չէ։ Ուրեմն մարտիրթին, այս Դավիթը դարակներս բացում ես, հենց է։ Ինչ գտնում ես, հենց է, մամա, այս կարանք տատիկին նվիրենք։ Հələ իմ դարակում adekvat բաներ էր գտնում։ Քո դարակից ինչ գտավ, ասես տատիկին կարանք նվիրենք։ Չեմ հիշում, Օգտագործած մի բան է։ Չէ։ Չէ, այն մի դարակից, ինչ-որ կանֆետ էր, ինչ էր կերած կանֆետ էր, ինչ է, չեմ հիշում, ոբշե, մետ օր ուզում էր ապայմա մի բան նվիրած էր ներկարճասը։ Ես ու տղես դուրս ենք եկել, գնում ենք, այսօր որոշել եմ ոտքով գնանք, նախ այդ տերմինալներից օգտվելու ցանկություն չկա, երկրորդ եղանակը շատ լավն է, այլ մի քիչ քայլել, համ կալորիա կորցնել, համ բացական լիցքերից ազատվել, այս նոր կոշիկը շատ եմ սիրում, հավեսն է ոտքիս, միակ մինուսը, որ կալգոտկայի պատճառով սաղում դուրս է գալիս այդ հետևի մասից, դրա հետևանքով ձգած եմ պահում ոտքս, իսկ դա լարվածություն է տալիս։ Հաշվարկել էի, որ սենց տոչնիկը հասնենք, բայց էլի շուտ հասանք մի 20 րոպե, բայց կարևորը որ բաց է այդ բանը դուրել, չեմ սի որ գալիս ենք սպասում ենք ստեղ, ինձ արև անգել վրաս, չգիտեմ դուք ինձ տեսնում եք թե չէ, որտև ես բան չեմ տեսնում եկնը, մի խոսքով, լսեք սաղ ձյունը քաղաքի հալ չելա, բացի ես մասից, նայեք ինչ հաստեղ արև չի ինգնում, ես հատվածը մնացել է ձյունոտ, բայց շուտով ինքներ կա հալ չի, ձերը ճաշ չկա, որովհետև եղանակը շատ լավն է, եթե իհարկե նորից չորոշում ես ձյամբ ուրախացնել Արտաշեսի սննդակարգով եմ ակտիվ զբաղվում, ուզում եմ նոր իր մարզիչի հետ ենք խոսում, որ պիտի մի քիչ քաշ հավաքի, որ ավելի էներգիա ու ուժ ունենա, որովհետև ինքը ամենանիհարիկն է իրանց խմբի ու դրա հաշվին այսպես ասած, ոնց որ մեջը ուժ չլինի, պիտի մի քիչ կերակրեմ, ակտիվացեմ, կշռել ենք այն օրը մարզիչի հետ, հիմա մի շաբաթ հետո նորից կշռենք, տեսնենք, լավ ուտացնում եմ օրը քանի անգամ։ Մեր տեքվանդոյի դասը վաղուց բրծել է, մենք եկանք տուն, իշլի քյուվթաուն էի սարսախցիկում սարքեցինք, կերանք, հիմա խորենից ուզել էի սպանախ, 10 կապ սպանախ բերել, այստեղ աման մաման կար լվացի, որպիսի ռակվինան ազատվի ու լվացանի մեջ էր հենց իմ մոտ վաբշե կանաչեղեն լվալ, այդ հելը պրոցեդուրա է, որովհետև ես շատ եմ վախենում, որ այնտեղ արանքներում հող կամ որ ավելի սարսափելի է կենթանական աշխարհի որևէ ներկայացուցիչ կլինի։ Դրա համար այդ process-ը տևում է երկար, լվացվում է հատիկ առ հատիկ,
հետևաբար հաճախ խուսափում եմ այս տիպի բաներ սարքելուց, բայց եւ քանի որ սեզոնն է ինքն էլ օգտակար լիքահատկություններ ունի, ի սկզբանե բազուկի ճավ էի ուզել, բայց չէր եղել։ Կարճ ասած, պետք է երբեմն նաեւ սարքել, ուտել, վայելել, հատկապես որ լավ սեզոնը քիչ է տևում էլի, երբ որ սենց մատղաշ է, սենց ասած։ Так, հիմա մի հատ էսա կդնեմ ինչ-որ մի բան, իմ սիրելի հաղորդում։ Տեսեք, լավ դաստ է։ Կդնենք ինչ-որ հաղորդում ու կանցնեմ գործի, ինչպես ասում են։ Սարքեմ, որ առավոտվա ունենանք, էլի, սիրում եմ ես գիշերը պատրաստել հաջորդ օրվա ուտելիքները, այդ մասին դուք գիտեք, քանիցս ասել եմ։ Իհարկե լավ կլիներ նայել գնայի մեյքափս մաքրել։ Այսօրվա իմ մեյքափը կարելի է համարել no make-up, որովհետև մինիմալ է, ինչպես տեսնում եք, ազու դեմքի տոնն եմ հարթեցրել, հա, տանալի կրեմի օգնությամբ ու եւս մի երկու դետալային շտրիխ։ Սպանախը գրեթե չեմ խաշելու, սետ ասած մի հատ եռ է գալու վրան ու անջատելու եմ, որ օգտակար հատկությունները չկորցնեմ։ Իհարկե կարելի է նաև սալատ սարքել առանց դաժե խաշելու, բայց մենք ավելի շատ սիրում ենք մի թեթև խաշած, սոխարածով ու սխտորմածունով։ Տեսնում եք սպանախը, խաշվելուց հետո ինչպես միշտ դարձել է մի բուր, ես ջրքամել եմ դրել եմ թասի մեջ, հիմա կանեմ մանր կտրատած սոխով սոխարած եւ կարագով, միգուցե մի հատ էլ զուջ արդեն վերջում կամ չանեմ, հələ չեմ որոշել։ Ահա եւ սոխը մանրությունը ինձ թվում արդեն տեսնում եք, բավականին մանր եմ կտրատել, որովհետեւ այդքան էլ հաճելի չի, որտես մեծ կտոր անգնում ատամի տակ, կոնկրետ սպանախի մեջ ավելի նախընտրել եմ մի քիչ մանր լինի։ Ուզում եմ կարագով սարքեմ, կարագով ավելի համեղ է ստացվում, չնայած ձեթով սարքելու պլյուսն էլ է, որ կարելի է սառը վիճակում էլ ուտել, որպես սառը ուտեստ, հա, բայց ես կարագով այնուամենայնիվ կսարքեմ։ Այստեղ սոխարածը գրեթե պատրաստ է, այս մեծ կաստրյուլկայի մեջ եմ սարքում, որովհետև խաշելուց ծավալը մեծ էր, հետևաբար այս մեծ կաստրյուլկաս եմ վերցրել, բայց քանի որ հետո դառնում է մի բուր, ես էլ չուզեցի նոր կաստրյուլկա վերցնեմ, ուղղակի իրեն քամեցի դրեցի թասի մեջ եւ հենց այս կաստրյուլկայի մեջ եմ սարքում եմ։ Այստեղ կես գլուխ սոխա ու ավելացրել եմ մի բճեղ սխտոր, մանր կտրատված, առամատը հրաշալի է, այստեղ արել եմ 70% կարագ, 30% ձեթ, էլի տեսնում եք, որ շատ չի ձեթն ու յուղը, ես չեմ սիրում, որ շատ այլում, բայց նաև այնպես է, որ հաստատ համով կստացվի, էլի։ Կարոջի գվարյա երեխեք ջան, անցնում ենք գործի, հիմա կավելացնեմ, մի հատ էլ կմզեմ, որովհետև էլի ջուր է դուրս տվել, կավելացնեմ եւ վերջ։ Մեր համովությունը պատրաստ է։ Այստեղ մեկ հավկիթ եմ ավելացրել, դիտմամբ շատ չեմ ավելացրել հավկիթը, որովհետև չէի ուզում տեն շատ ակնառու լինի, ուղղակի ուզում եի թեթև տեղ-տեղ սպիտակուցները, եթե նկատում եք, թեթև ակցենտ, հա, բայց թե ինչ բույր է տարածվել, երեխեք, սա պետք է ուղղակի փորձել, ես վստահ եմ, որ ստացվել է անմահական։ Всё, ջուր չկա, քամվել է, անջատում ենք տակը եւ արդեն խորին այսօր կվայելի, իսկ ես վաղը Ես այստեղ պատրաստվում եմ թարսի պես։ Կտրել են մեր լույսերը, երբ որ լույսերը կտրում են, անջատվում է նաև ջրերը, որովհետև նասոսով աբել են բարձրանում, բայց բարեբախտաբար ես ոնց որ կանխած գայի, այսօր ամբողջ օրը Արտաշեսին ճանապարհից հետո ասում ջրերը հանկարծ չկտրեն, առանց լողանալ մնամ էլի մազերս լվալու կարիք կար ու հասցրեցի անել դա, բայց մեկ անդադ ջուր է պետք գնում, դաժե գազը ճտիկով չի միանում, որովհետև դա լա հոսանքի հետ կապված։ Ինչևէ, մի կերպ գլուխ հանեցի, պատրաստվել եմ, գեյմ շոու խաղում, հիշում եք, ես հաղթել եմ երեխեք են անգամ ու սերտիֆիկատ էի ստացել անվճար խաղ ունենալու։ Այսօր, հա բալես, այսօր հավաքել եմ իմ սիրելի աղջիկներին, 10 հոգուց բաղկացած խաղ կարայի ունենայի, 2 թիմով ենք խաղում, կհիշեք այդ խաղը, եթե չէ, այսօր կնկարենք, տեսնեք։ Ու հիմա կգնանք այնտեղ լավ խաղ կունենանք, ուզում էի մի ամսյակի նվեր անել աղջիկներին, ասեցի համ լավ ժամանակ անցկացնենք, համ էլ սերտիֆիկատ ա շահել եմ, ինչի իզուր տեղ այդպես անցնի գնա։ Դուրս եկա,
կադրն են հառած, ցույց տալի շրթ ներքից գույնը շատ իհարկե է ցույց տալի, քան կա իրականում։ Պայմանավորվել են 3 աղջիկներ նույն գծի վրա են ապրում։ Քենդի մոտ ես ու մի աղջիկը սպասենք, այն մյուս աղջիկը հայրենիքից կգա, մեզ կվերցնի ու կգնանք այդպես միասին տաքսիով։ Այնց տակ եղանակ ուզում էի առանց կուրտկա գնալ, բայց ասեցի կարող է հետո հանկարծ ցրտի всё-таки խափուցի կա։ Երեխեք ջան, մենք իջանք մեր կոմանդայով։ Իհարկե շուտ ենք հասել, բայց ես պլանավորում էի, որ շուտ ենք հասնելու, իբր թե որպես կազմակերպիչ, էլի, որ բոլորին դիմավորեմ։ Հետևաբար ես լսի, այս կուրտկան իզուր հագա, ասեցի կարող եմ մրցեմ հագա, բայց գացի որ կոստյումս չէր սազում կոշիկներից հետ, դրա համար ասեցի լավ կուրտկա հագնեմ։ Աղջիկները գրեթե բոլորը հավաքվել են, մի հոգի է մնացել, սպասում ենք ու հիշում ենք խաղալու։ Присаживаемся, расслабляемся. Так, давайте чтобы у всех равное количество места было. 5-5. Садимся. У вас 10 человек, 5 на 5 сегодня играем. Отлично. Раз, два, три, четыре. Здесь 6. Все, ребенок. Երեխեք ջան, ես դուրս եկա, խաղը հրաշալի անցավ, անի ռևանշերից ինձ պահանջել, դե ասել եմ կարծեմ ձեզ, որ նախորդ խաղում հաղթել էի, էլի ես ու ինքն ենք թիմի ավակ, ես անգամ իրա թիմը հաղթեց, բայց սուպեր խաղ, մեր սկսել խզարեցինք, շահեցինք ծաղիկների ինչ-որ սերտիֆիկատ, ինքը բառերը ասում էր, ես գուշակում էի, մի խոսքով, որոշեցի դուրս գամ, մի քիչ քայլեմ, մի հատ սուրճ խմեմ, ծառերը ծաղկեն են, տեսնում եք, ինչ հավես է, լրիվ գարուն շոկ, աղջիկներից մեկը ինձ համար նվեր էր բերել, տանիքը բացեմ, ուրախացա շատ, ենքան լավն էին աղջիկները իրար որ կպել էինք իրար, են թիմ ասում անարդար են, ձեզ հուշում էին, ասում ձեզ էլ էին հուշում, ուտեց այդ ֆոնի վրա իրար էինք կպել, որովհետև ալնայք ստեղ ծառերը, երկուսս էլ ազարտնիկ, մի խոսքով շատ լավ անցավ, իհարկե գլխացավս էլի սաղորը ինձ կուղեկցի, որովհետև էմոցիաներից տենց է միշտ, ներսում չկարողացա շատ նկարել, որովհետև նախ լուսավորությունը ունեցա, որ խավար է լինում ներսում վիդեոները, հետո Անին նկարում էր, ասի մի քանի բան կուղարկես ինստայի TikTok-ի համար, ասեց օքեյ։ Չես այն Բողոտայում ակտիվությունը ինչպես միշտ։ Են որ ամենտեղ մարդիկ, գարուն, բոլորը արդեն ուզում են տնից ավելի շատ դուրս գան։ Մի խոսքով զարթոնք հուսանք, որ էլ որ ձյուն կնի, ոչ է տենց խոշոր չափերի անձրև։ Կոմֆորտնի է այս եղանակը շատ։ Այս անգամ որոշեցի դրսում նստել եղանակը ահավոր տրամադրողա։ Վերցրեցի ինձ համար քորն կոչվող այս հետաքրքիր ջելատոն, ինքը կարամելի ջելատո է, պոպկորներ են կարամելիզացված, աղի կարամել, ինչ որ մի խոսքով հավես բան է։ Եվ արևելյան սուրճ եմ վերցրել, հուսամ որ այս սուրճը կօգնի, որ իմ գլխացավը գոնե անցնի, որովհետև ահավոր գլխացավը մոտես մնացել, բացօթյա վիճակում վայելել ինձ թվում է հրաշալի է։ Ու ահա որ հագեցնում, արդեն զգացի։ Դառը սուրճ, իհարկե շաքարավազ բերել եմ, բայց քան որ սա շատ քաղցր է, դառը սուրճի հետ ինքը հրաշալի է համաբերվում։ Մի խոսքով ինձ բարի ժամանց։ Քանի որ հեռախոսի զարյատկան շատ քիչ է, համարյա 20-ին եմ ուտելում։ Հետևաբար ճանապարհից դժվար թե կարողանամ կադրեր նկարել, պլանավորում եմ մետրո գնալ ու տուն։ Կարծում եմ այդքանը։ Այս ամիս ծնունդ եմ հրավիրված, պիտի նվեր առնեմ, տղա երեխա է։ Մտածում եմ Մինիսոյից կարող է, բայց այստեղ ավելի շատ հիմա այս բարբի թեմատիկան է։
Չգիտեմ տղա երեխայի լավ նվեր կգտնեմ, թե ոչ, միգուցե մանկան գնամ այսքանի օրը։ Ես իջա մեր Երևան տոնավաճառ եմ գնում, ուրեմն դավս առավոտից այսօր ինձնից ավտոմատ ա ուզում, մամա, colorful ավտոմատ։ Ինչով վիդեոյով ա տեսել, մամա, please, մամա։ Ասեցի լավ, ես չեմ կարող իր այդ խնդրանքը չկատարեմ։ Հիմա գնամ մի հատ տոնավաճառ, եթե իրա ուզած են գունավոր fire-ներից լինի, անպայման վերցնեմ, դե Արտաշես ձեր բնականաբար խաղալի կվերցնեմ։ Նոր հանգիստ կգնամ տուն։ Երեխեք, ասեցի ձեզ մի հատ ցույց տամ ինչ եմ նվեր ստացել այսօր աղջիկներից մեկից, մեկը ոտքի հակաքրտնեցնող կրեմ, մյուսը հոգնածությունը հանող կրեմ, երկուսն էլ ինձ շատ պետք կգան, ու նաև այսպիսի շատ սիրուն շոպեր էր ինձ բերել, դուսնյակը, շատ պուպուշ, այն որ կարելի է ամառային շորիկներ, որպես պայուսակ էլ, չէ, խոր կիրառել։ Ոչ միայն գնումներ կատարելիս, ամեն դեպքում շատ դուրս եկավ ու մեծ սիրով կօգտագործեմ։ Ու քանի որ կադրը միացրել եմ, մի հատ էլ ձեզ ցույց տամ իմ պատվիրած սպոնժիկները, քանի որ դավը բռնել ու կտրատել էր իմ սպունգները։ Ոնց կարող է երեխեք իմ պոնչիկանոց մտցնենք։ Թե արդեն չի լինի այդ ժամին։ Կարող է, եթե հիմա դուրս գան կհասցնենք, բայց հա, վերցել եմ երկու այսպիսի սպոնժիկներ, մուկ եւ բաց, կաթնագույն եւ կարիճնի, հա, ու հետը կար այս պուջուրիկը, սա շատ հարմար է այս աչքի տակերը, կոպը, հա, անելու համար, ճիշտ է, այդ նախորդներս բրենդային էին, այսպես ասած, ինձ Գերմանիայից տաթևներ ուղարկել, լավն էին շատ, բայց դավը որոշեց, որ մաման հերիք իրան ուրախացնի, կարելի է եւ Wildberries-ից պատվիրել 1000 քանի դրամանոց տարբերակը, ամեն դեպքում կարծում եմ խնդիր չի, կօգտագործենք, ասենց ասած, մենք հիմա հագնվում ենք Wildberries-ից հասել այն պատվերներից մի բան, ինձ պետքա մի հատ վարդագույն շորիկ, որը պետքա հասներ, որտեվ ինձ վաղն է ինձ պետք։ չէ։ Բա ինչ լավ է։ Խառնեցի։ Մի խոսքով ինքը չի հասնում թարսի պես, բայց հասելային ինչը շատ ավելի ուշ եմ պատվիրել։ Հիմա կգնանք համ այդ կվերցնենք, համ մի քիչ կզբոսնենք, երեխաներին միգուցե նաև պոնչիկանոց տանենք, միասին տենց ինչ որ մեկ-մեկ հավեսա տեղ գնալը։ Короче говоря, այդպիսի պլաններ։ Всё, ոտքերս նենցացամ, չգիտեմ ինչ կոշիկ հագնեմ, կոշիկս խփել է այդ ճկույտս, երևի բան անեմ խոր, սանտավի կպցնեմ, մի ձև կարողանամ հագնել։ Ես նայեմ։ Մոտ տպավորված էր, որ ես վաղն եմ, ասում եմ, օքեյ, այսօր մազես լվացի, վաղը որ կապեմ, գեղտոտ չի լինի, բայց դե շատ թարմել չի լինի, կկապեմ բարձր պիցրոսկա ու հասկացա, որ ոչ, պետքա լվալ կիրակի, արդեն երրորդ օրը չափազանց կլինի։ Մենք դուրս եկանք, ընտանյոք հանդերձ, մի քիչ խառն ենք հագնվել, ինչ գտել հագել ենք, այն սեզոնափոխության պերիոդն է, որ արդեն հաստ կուրտկաներով շոք է, վարակները տակն է, մի խոսքով դավս զգույշ, Wildberries-ից դուրս եկա, յուբկաս քիփ էր շատ, որոշեցի մի համար մեծը կպատվեմ, կոմֆորտի չէր էլի, այդպես, ու արտաշեցի ծնունդի փուչիկներ հասել 9 թիվ, բայ դավ կնգնես, հիմա մեզ մի հատ հարց ա տանջում, արդյոք պոնչիկանոցում պոնչիկ կա թե ոչ, սովորաբար է ժամերին արդեն չի լինում, եկեք գնանք և ճշտենք, մեր պատվերները հասան, քանի որ գտալ պիտի ատնառը, հենա, Ես կարամ մերը տամ։ Չէ, ես հիմա բանը գտալով պիտի ուտեմ, հա, ընդեղից խնդրի խորս, պոնչիկ չկար, երեխեքը պաղպաղակ ուզեցին, կլուբնիչնի դավը, մենք են խվածք, թեսակոպացում։ Համովա, վերջը ես անթատ պաղպաղակ են ուզում, օրերը տակացել է, հավեսը բացվել է, հաջոր, տենց խորը մի մտցրուկը ջարդվի գտալները բարակ են, առևտուր անում։ Красный դվերցրու։ Ուզում ենք դնի խոր։ Մենք առևտուր արեցինք, հա։ Գնանք տուն արդեն։ Արտաշես ջան, կարող ես աղբը նետել այդ չուպաչուպսի պոչը։ Չի կարելի, այդ մերը չի։ Դες մեջ գնումները ցույց տամ։ Հապկիտ խորենի բիսկվիթի եւ առհասարակ մեր սնվելու համար այս նարսատի ձեռքի կրեմոճարն ենք վերջերս օգտագործում, բավականին լավն է եւ մաչելի։ Ջուր խորեն այսպես առելա, որ լիտրով պարտաճանաչ խմեմ։ Արտաշեսը ուզեց այլոնկան, բայց ասում է ինքը շոկոլադը չի ուտելու, մենակ իրան պետքա վրայի թուղթ, ասեցի լավ, մենք շոկոլադ ենք ուտենք, դու թուղթը։ Իրանց համար վերցրել են Kinder, SS1 Հիմա ես մյուսն է կտամ թթվասեր, միշտ վերցնում եմ, երեխեքը սիրում են, անես էլ դավին։ Մեր սուրճը, անպակաս, օվլաս, լավաշ, բիսկվիթի մածունը, 2 տուփ, ներփերշիկ,
ասա։ Բանիր, խոր դու մյուս տուփը վերցրել ես։ Հարիբոյի։ Լավ, ուրեմն ես ասեցի մոռացել եմ դնել։ Եվ վերցրել եմ մեր անկոր